որ պետական բուհերը այս տարի զրկվել էին մի արտոնությունից, որ ունեին տարիներ շարունակ, այն է վճարովի տարկետման իրավունքով ընդունելություն կազմակերպելու, ինչի իրավունքը չունեին մասնավոր բուհերը։ Իլրում են սրան, մասնավոր բուհերը հաջորդ տարվանից օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարող են դիմորդներ հավաքագրել միայն միասնական քննական համապատասխան գործընթացով անցած դիմորդներից բարեհաջող հանձնած քննությունները միասնական ընթացակարգով ուսանողները կարող են դառնալ մասնավոր բուհերի ուսանողներ։ Այս ընթացքում նաև պետք է մի թիվ բարձրաձայնեմ ձեզ, որ մինչև մեր այս որոշումը Հայաստանում գործում են 47 ոչ պետական մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ, եւ մենք շատ ուրախ կլինենք, եթե թե պետական բոլոր, թե մասնավոր բոլոր ուսումնական հաստատությունները իրականում ապահովեն կրթության այն նվազագույն գոնե որակը, որը անհրաժեշտ է տնտեսական եւ հասարակական հետագա զարգացումների համար։ Ցավոք բոլորս գիտենք, որ դա այդպես չէ, եւ այն քայլը, որը ձեռնարկեց նախարարությունն այսօր, շահանակականությունն է քաղաքականության։ Ուզում եմ հիշեցնել, որ 13 բու զրկվեցին լիցենզիաներից անցյալ տարի, փաստորեն 6 գումարած 13 բուհի նկատմամբ կայացվեց որոշում նաև այս տարի։ Այս քաղաքականությունը որակի հսկողության լիցենզավորման միջոցով շարունակվելու է, սրան զուգահեռ իհարկե կայանալու է նաև որակի հավատարմագրման ծառայության, որակի հսկողության ազգային ինստիտուտների ենթակառուցվածքների զարգացման գործընթացը։ Այդ գործընթացը պայմանավորված է Բոլոնիայի գործընթացին մեր անդամակցելու, մեր միանալու խնդրով, եւ այս կոնտեքստում մինչև 2014 թվական մենք պետք է կայացնենք որակի հսկողության ազգային ներքին եւ արտաքին մեխանիզմներ, որպեսզի կարողանանք համապատասխանել ամբողջությամբ մեր բարձրագույն կրթական համակարգով եվրոպական քաղաքականությանը եւ եվրոպական ընդհանուր կրթական տարածքին։ Որակն է թելադրում այսօր մրցակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, իսկ նախարարության ու կառավարության գործառույթն է հսկել համապատասխան մեխանիզմներով այդ գործընթացի իրականացումը, միաժամանակ ապահովելով միասնական քաղաքականության իրականացում բոլոր շահառուների համար։ Նորից պետք է կրկնեմ, որ մեր գերակա խնդիրն է ուսանողների, երիտասարդների կրթության իրավունքի լավագույնս իրականացումը իրագործումը։ Փաստորեն կրթության որակի բարելավման այլ քայլեր եւս նախատեսվում են։ Զուգահեռաբար իրականացվող քայլերը, մասնավորապես հավատարմագրման, լիցենզավորման կարգերի փոփոխություններ, ինչպես նաև բուհերում ներդրվող ներքին վերահսկողական մեխանիզմներ, որակի հսկման ներքին մեխանիզմներ եւ միջազգային համագործակցության եւ փորձի լայն դաշտը հույս է տալիս, որ նման առաջին հայացքից կտրուկ, բայց իրականում անհրաժեշտ եւ օրհասական քայլերով մենք կկարողանանք մոտակա տարիների ընթացքում կտրուկ բարձրացնել բարձրագույն կրթության համակարգում տեղ ունեցող գործընթացների որակը։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Հիշեցնեմ, մեր հյուրն էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Շարունակում ենք թողարկումը։ Երևանում կհիմնվի հայ բարերարների ճեմուղի, որոշումը այսօր ընդունվել է կառավարության նիստում, որ վարել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Ըստ ծրագրի նախատեսվում է մայրաքաղաքի բացօթյա տարածքներից մեկում տեղադրել հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ։ Նախագծի իրականացման համար կառավարությունը այս տարվա բյուջեից 21 միլիոն դրամ կհատկացնի Սփյուռքի նախարարությանը։ Մոտ 10 միլիոն դրամ էլ կուղղվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքի նորոգմանը։ Գործադիր լրացումներ եւ փոփոխություններ է կատարել մի շարք փաստաթղթերում, առավել ուշագրավ է Երևան քաղաքում սեփականության իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի անհատույց վերականգնվող հողամասերի սահմանաչափի դրույթը կտարածվի հանրապետության բոլոր համայնքների վրա։ Քանի որ նկատի ունենք Երևան քաղաքում արդեն 2 տարի գործել էր եւ 300 քառակուսի մետրներ, մենք նորից Երևան քաղաքի համար թողեցինք 300 քառակուսի մետրը, սակայն մյուս քաղաքային բնակավայրերի համար այդ չափը 400 քառակուսի մետր դարձավ, իսկ գյուղական բնակավայրերի համար 1000 քառակուսի մետր է։ Բրազիայի նշանակումը կնպաստի Ադրբեջանում միապետության ուժեղացմանը։ Միացյալ Նահանգների դեսպանի հարցին Washington Times-ում անդրադարձել է լրագրողներ առանց սահմանների կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուଆ Ժույարը։ Նա Բրազիայի թեկնածության նպատակահարմարությունը վիճարկում է առավելապես մամուլի ազատության տեսանկյունից։
Եթե Բրայզայի թեկնածությունը հաստատվի, կնշանակի Վաշինգտոնի համար կարևորը ոչ թե խոսքի ազատությունն է, այլ իր էներգետիկ ներդրումները։ Այս բառերի հեղինակը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության գլխավոր քարտուղարն է, որն իր մտահոգություններն է ներկայացրել Washington Times-ում լույս տեսած հոդվածում։ 2007 թվականին ադրբեջանական Ազատ լիգ ընդդիմադիր թերթի խմբագիր Գանիմադ Զահիդը եւ լրագրող Ագիլ Խալիլը դատարանի առջեւ կանգնեցին մի հրապարակման համար, որում տեղեկացնում էին, որ Բրայզայի հարսանիքի ծախսերի մի զգալի մասը հոգացել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հայդար Բաբայևը։ CNN Թուրքի այս տեսանյութում ի դեպ Բրայզայի ճոխ հարսանիքի կադրերն են։ Նույն տարում Խալիլի դեմ 4 մահափորձ իրականացվեց, իսկ 2008-ի հուլիսին լրագրողը, որն այլևս անկարող էր դիմանալ մշտական սպառնալիքներին, մեկնեց Ֆրանսիա, որտեղ բնակվում է մինչև օրս։ Խալիլը չի վերադառնում Ադրբեջան, վախենալով իր կյանքի համար։ Այս պատմության հետ Բրայզայի անվան առնչությունը կասկածի տակ է դնում նրա հանդեպ վստահությունը Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունում, համոզված է հոդվածագիրը։ Ավելին, Բրայզային շատ են քննադատել Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման համար, ինչը շատ զգայուն եւ արգելված թեմա է Ադրբեջանում, գրում է հեղինակը եւ հիշեցնում. լրագրող եւ խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը շարունակում է մնալ ճաղերի հետևում։ Նրան ձերբակալեցին եւ դատապարտեցին Ադրբեջանի ժողովրդի արժանապատվությունը վիրավորելու համար, միայն այն պատճառով, որ համարձակվել էր ասել, ադրբեջանական զինված ուժերն են մեղավոր Խոջալույի խաղաղ բնակիչների մահվան համար։ 2009-ի սահմանադրական փոփոխություններով Ալիևն իրեն հավերժ վերընտրվելու իրավունք վերապահեց եւ փոխեց մամուլի մասին օրենքը, նոր սահմանափակումներ կիրառելով լրագրողների համար, գրում է հեղինակը եւ եզրակացնում, որ Բրայզայի նշանակումը կնպաստի Ադրբեջանում միապետության ուժեղացմանը։ Քանի դեռ Ալիևը շարունակում է ոտնահարել մամուլի եւ խոսքի ազատությունը, Ադրբեջանի այսպիսի կառավարությանը սատարող թեկնածուն կարող է միայն արժեզրկել այդ երկրում ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ուժեղացնելու Վաշինգտոնի հռչակած նպատակները, գրում է Ժան-Ֆրանսուଆ Ժույարը։ Նարինե Հովհաննիսյան, Հայլուր։ Աշխարհի հայության գիտական եւ քաղաքական միտքը շարունակում է քննել բոլոր առումներով կայացած պետությանն Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու ուղիները։ Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի վճիռը հաստատեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հարգել է քաղաքակրթության զարգացման այս փուլի կարևորագույն ձեռքբերումն է։ Ամերիկահայ վերլուծաբանների կարծիքով անհրաժեշտ է ամրապնդել Արցախի դիրքերը պետությունների միջազգային ընտանիքում եւ քայլ առ քայլ առաջ մղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործը։ Լիլիթ Ցետրակյանն է պատմում Լոս Անջելեսից։ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ի որոշումից հետո, որով Կոսովոյի անկախության հռչակումը համարվեց միջազգային օրենքներին չհակասող, աշխարհի ուշադրությունը սևեռվեց նույն խնդիրն ունեցող մյուս երկրների կողմը։ Արդյոք ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի որոշումը նախադեպ է ստեղծում Արցախի համար։ Հնչեցին բազմաթիվ վերլուծություններ, իրարամերժ կարծիքներ, ծավալվեցին քննարկումներ։ Դրանց անմասն չմնաց նաև Լոս Անջելեսահայ համայնքը։ Միջազգային մամուլը նույնիսկ թուրքական մամուլը այսօր այդ կգրե, ուրեմն հաջորդը ասում պետք է ելնան արդյոք։ Սա հարցադրում արդեն բոլորին հիշեցնե, որ ուրեմն Ղարաբաղը եւ ուրիշ օբլաստներ, ուրիշ ինքնավար վայրեր անկախության թիմելու բոլոր իրավունքները ունեն։ Կարծեմ, որ գրնալ լուրջ հասցեություն ունենալ, եթե գիտնանք ինչպես քաղաքականապես ադիգա գրնանք օգտագործել։ Եթե մենք հայերս կարենանք լավ գազմագերբվել եւ իսկապես ուսումնասիրել, թե ամենը լավ մոդեցումը ինչ է, կարանք օգտագործել այդ։ Ամեն հակամարտություն տարբեր է իր ցակմամբ, զարգացմամբ ու լուծումներով։ Կոսովոյի առիթով միջազգային դատարանի վճիռը քաղաքական որոշում էր, ընդգծում են որոշ վերլուծաբաններ, նշելով նաև, որ մինչև խնդիրը Հաագա հասնելը Կոսովոյի անկախությունը ճանաչել էր 69 երկիր։ Կոսովոն շատ մոդիկ եւ զոնավոր բարեկամ ունի, որ Կոսովոն ստեղծեց, անունը ամերիկան է։ Միջազգային որևէ որոշում այդքան ուժ չի գրնար ներկայացնել, եթե մենք ներքնաբես պատրաստ չլանք ադոնց։ Հայ վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում փաստին, որ առաջին անգամ միջազգային ատյանում հակադրվեցին ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, եւ դատարանն ամրագրեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումը չի հակասում միջազգային օրենքներին։ Քանի որ հարցը երկրի ազգային ինքնիշխանության մասին է եւ այդ ինքնիշխանության հարցը հագարակ է այդ երկրի հողատարածքի ամբողջականության, այս երկու սկզբունքները, որ փախում առաջանքան որ լինում է թադարանի առաջ, եւ ըստ թադարանի ամեն ազգ իրավունք ունի ինքնին կառավարելու ինքնիշխան անկախ լինելու։ Հիմա շատ կարեւոր է, որ մեր ժողովուրդը
որ մինչև շատ ավելի զսկուշ ձևով գվարվեին, որ երկու սկզբունք կա, երկուքի համատրումով պետք է որ ինչ որ միջին լուծում գտնվի, Մինսկի խումբը կփորձեր այս երկու սկզբունքները հողային ապահովություն եւ ազգային իշխանություն, բայց հիմա գրեցնենք, որ այդ կանալ միջին ճամփա փնտրելու պետք չկա, միջազգային թադարանը ինքը գոմնագից է ազգերու իշխանության, ներառյալ նաև ուրեմն Արցախի Հայկական կողմի անելիքն այժմ ըստ բանախոսների Արցախի միջազգային ճանաչմանը քայլ առ քայլ պատրաստվելն է, դա ենթադրում է ջանքեր